Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում Եղիցի լույս հոգևոր ուսուցողական հաղորդաշարն է։ Այն ինչպես միշտ եթեր հեռարձակվում Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աճապահյանի հովանավորությամբ եւ անմիջական մասնակցությամբ։ Եվ ինչպես միշտ տաղավարում գործում է ուղիղ հեռախոսակապ։ Հեռախոսահամարներն են 2 22 47 և 30543, որոնց միջոցով դուք կարող եք ձեզ ուզող հարցերը հղել մեզ և պատասխանը գտնել Սրբազան հորից։ Եվ քանի որ այս տարվա վերջի թողարկումն է այս հաղորդաշարի, ուստի և այսօր մենք կփորձենք խոսել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների մասին։ Աստվածօգնական Սրբազան հայր, մոտենում է Ամանորը և Սուրբ Ծննդյան տոները, և յուրաքանչյուր Ամանոր էլ մեր հասարակությունը պատրաստվում է մեծ տոնախմբությամբ, իրենց բնակարաններում և հրապարակներում դրվում են տոնածառներ, զարդարվում են այն, և նաև տոնածառին մի տեսակ զարդ է տալիս նաև ձմեռ պապը։ Իրականության մեջ ինչ խորհուրդ ունի տոնածառը և ձմեռ պապը ով է։ Շատ ծավալուն թեմա է, բարձրացվող հարցը, որի մասին արդեն կարծեմ անցած տարիներին դարձյալ այսպես տարեվերջի հաղորդման ժամանակ անդրադարձել ենք։ Ես բազմիցս այդ մասին ասել եմ և հիմա էլ ավելորդ անգամ չի լինի, որ կրկնեմ, այն որ և ձմեռ պապը, և այսպես կոչված ձմեռ պապը և տոնածառը դրանք Սուրբ Ծննդյան վերաբերող չափանիշներ են, որոնք կոմունիստական տարիներին վերագրվեցին Նոր տարվան, որպեսզի Սուրբ Ծննդյան տոնակատարությունը ստվերի տակ մնա, և Սուրբ Ծնունդը զրկվի իր, այսպես ասած, ատրիբուտներից, տոնական ատրիբուտներից, որոնք էին Կաղանդ պապը, Սանտա Կլաուսը, ձմեռ պապը, կամ որը հենց դարձավ ձմեռ պապ, որպեսզի այնտեղ ոչ մի կրոնական հնչողություն, հնչերանք չլինի, և տոնածառն էլ վերագրվեց Նոր տարվան։ Այնինչ և տոնածառը և ձմեռ պապը դրանք վերաբերում են Սուրբ Ծննդյան տոնակատարությանը, և նաև ամբողջ աշխարհում Սուրբ Ծննդյան առիթով են, որ տոնածառ զարդարվում են դեկտեմբերի 25-ին ամբողջ աշխարհում, և Կաղանդ պապն էլ, ձմեռ պապը կամ Սանտա Կլաուսն էլ այդ Սուրբ Ծննդյան գիշերն է, որ նվերներ է բաժանում երեխաներին։ Իսկ Նոր տարին դա զուտ քաղաքացիական տոնակատարություն է, կրոնական տոնակատարություն չէ, և տոնածառը և ձմեռ պապը չեն վերաբերում Նոր տարվան։ Անցած 70 տարիների ընթացքում ժողովրդի մտքի մեջ այդ տեղաշարժը տեղի ունեցավ, որ Նոր տարին է, Ամանորն է, որ իրենից ենթադրում է տոնածառ և ձմեռ պապի առկայություն, այնինչ իրապես վերջնական և միանշանակ կերպով կարելի է ասել, որ ձմեռ պապը և տոնածառը պետք է վերադարձվի Սուրբ Ծննդյան հանդեսին, և դրանք պետք է դառնան Սուրբ Ծննդյան տոնի հետ կապված, Սուրբ Ծննդյան տոնը խորհրդանշող իրականություններ։ Անշուշտ Նոր տարին մենք չենք ասում, որ պետք է զրկել բնավ ամեն ինչից և թողնել պարզ օրացուցային ինչ-որ մի թվական, անշուշտ Նոր տարին Ամանորը նույնպես տոն է, տոնակատարություն է և իր մեջ տոնակատարություն է ենթադրում, բայց պետք է տալ այն ինչ-որ Սուրբ Ծննդյանն է, Սուրբ Ծննդին։ Հայ իրականության մեջ Ամանորը, ինչպես շատերը գիտեն, ընկնում է Սուրբ Ծննդյան այդ պահեցողության շրջանի մեջ, և Ամանորյա հայկական, զուտ հայկական, տոհմական, ավանդական սեղանը, Ամանորյա սեղանը ճոխություններ չի ենթադրում, այլ ենթադրում է պարզ, համեստ մի սեղան, տոնակատարության սեղան, պահոց մի սեղան։ Դրա համար ժողովրդի հիշողության մեջ առ այսօր էլ կենդանի է և միշտ Նոր տարվա սեղաններից անպագաս է Պասուց տոլման, որը համարվում է մի տեսակ Նոր տարվա սեղանի ամենահիմնական բաղադրիչը, բաղադրամասը։ Ինչու, որովհետև
Ենթագիտակցաբար ժողովուրդը հիշում է, որ ամանորը նոր տարին դա պահոց օր է, եւ ուրեմն պահոց օրը պետք է պահոց կերակուրներ դրվեն սեղաններին։ Իսկ ճոխ սեղանները հնում հայկական ավանդական ընտանիքներում ուրեմն հարդարվում էին Սուրբ Ծննդյան գիշերը ճրագալույցից հետո եւ հաջորդ օրերին ամսի 6-ին, 7-ին, երբ որ մարդիկ էլ այդ օրերին էին գնում միմյանց տները շնորհավորելու Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ավետիսով։ Ինչ են խորհրդանշում տոնածառը եւ ձմեռ պապը։ Տոնածառը դա խորհրդանշում է կենաց ծառը, որը մարդը կորցրեց դրախտից արտաքսվելով եւ վերագդավ եւ կամ վերագտնելու ճանապարհի մեջ մտավ Քրիստոսի ծննդյամբ։ Հետևաբար այդ տոնածառի զարդարումը խորհրդանշում է այդ կենաց ծառը եւ այդ կենաց ծառի փապակը, տենչանքը մեր քրիստոնյա ժողովրդի կյանքում։ Տոնածառը այդ է խորհրդանշում։ Իսկ ձմեռ պապը դա Սուրբ Նիկողայոս հայրապետն է, խորհրդանշական Զմյուրնիայի Սուրբ Նիկողայոս հայրապետը, որը հայտնի էր երեխաների նկատմամբ իր սիրով եւ համարվում է երեխաների հովանավորը, եւ ոչ միայն երեխաների հովանավորը, այլև շատ ու շատ ուրիշ ծովայինների կամ ասենք Ռուսաստանի օրինակի համար հովանավորն է համարվում Սուրբ Նիկողայոսը, եւ ուրեմն Սուրբ Նիկողայոսը, որ այդպես երեխաներին նվերներ էր բաժանում եւ հրճակված էր որպես երեխաներին նվերներ բաժանող, դարերի ընթացքում ուրեմն վերածվեց մի տեսակ խորհրդանիշի, բարի պապիկի, այդպես հագնված սպիտակ մորուքով եւ Սուրբ Նիկողայոս անունն էլ ձևափոխվեց, դարձավ Սանտա Կլաուս։ Նիկողայոսի վերջին մասը մնաց եւ ուրեմն դա նույնպես իրենից ենթադրում է Սուրբ Նիկողայոս հայրապետին, Սուրբ Նիկողայոս հայրապետի ուրեմն այդ երեխայի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, մանկասիրությունը։ Անշուշտ Սուրբ Նիկողայոս հայրապետի տոնը ուղղակիորեն կապված չէր Սուրբ Ծննդյան հանդեսին, բայց տարերի ընթացքում ուրեմն Սուրբ Նիկողայոս հայրապետը դարձավ Սուրբ Ծննդյան ուրեմն այդպես հիմնական խորհրդանիշներից մեկը, բայց երբեմն նաև չափազանցություններ է լինում, երբ որ Սուրբ Ծնունդը միայն խորհրդանշվում է Սանտա Կլաուսով, ինչին որ վերջերս նույնիսկ եվրոպական շատ երկրներում որոշակի համայնքներ դեմ էին արտահայտվել այդ բանին, որ Սանտա Կլաուսը իր ստվերի տակ է մի տեսակ վերցրել նաև Հիսուս մանգանը, Հիսուսի ծնունդը, Սուրբ Ծնունդը, որը չի կարելի թույլատրել։ Ուրեմն Սուրբ Ծննդյան ամենահիմնական իրողությունը Հիսուս մանուկն է, ծնված Աստվածամոր գրքում հունվարի 6-ին, որ մենք տոնում ենք, ուրեմն ամենահիմնական իրադարձությունը այդ Քրիստոսի ծնունդն է։ Եվ տոնածառը եւ ձմեռ պապ ուրեմն խորհրդանշում են այդ Սուրբ Ծնունդը եւ մեզ առաջնորդում են մոդենալու այդ մսուրին, Բեթլեհեմի մսուրին, որ ծնվեց Հիսուս, եւ այդ Հիսուսի ծննդյան խորհրդով ապրել, խորհրդով ոգեշնչվել։ Ուրեմն եթե ընդհանուր գծերի մեջ ամփոփենք, ուրեմն այդ ամենը, ինչ որ մենք հիմա անում ենք հաջող եւ վերագրում ենք նոր տարվան, տոնածառ կամ ձմեռ պապ կամ ճոխ սեղաններ կամ միմյանց շնորհավորանքներ, դրանք բոլորը Սուրբ Ծննդյան հետ կապված են։ Շնորհակալություն սրբազաններ։ Սիրելի հեռուստադիտողներ, ես մեկ անգամ եւս հիշեցնեմ տաղավարում գործող ու հեռախոսակապի հեռախոսահամարները 22247 եւ 30543 եւ մենք ունենք հեռախոսազանգ, ալո։ Այո։ Ալո։ Մենք ձեզ լսում ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես հարցս ուղում եի տալ Սրբազանին։ Այո։ Մինչև հանգուցյալի 40 կլրանալը թույլատրվի գերեզմանատուն այցելել, թե ոչ։ Շնորհակալություն հարցի համար։ Գերեզմանատուն կարելի է այցելել ամեն օր, բայց եկեղեցին մի քանի պարտադիր օրեր է նշանակել, որտեղ անհրաժեշտ է այցելել, այսինքն ննջեցյալների հոգու խաղաղության համար աղոթելու եւ ննջեցյալների հոգու խաղաղությունը ապահովելու համար հատուկ օրեր է նշանակել, որ նշանակում է թաղման հաջորդ օրը, 7 օրեկը, 40 օրեկը կամ տարին եւ նաեւ մեռելոց օրերը։ Բայց եթե մարդը ցանկություն ունի գերեզմանոց գնալու, ամեն օր կարող է գնալ գերեզմանոց, որևէ արգելք չկա ոչ 40 օրերի ընթացքում, ոչ 40 օրերից հետո գերեզման գնալու որևէ արգելք չկա։ Ուրիշ մի հարց կա, որի մասին կուզեի անդրադառնալ օգտվելով առիթից։ Այ կարիք չկա եւ նույնիսկ
անբացատրելի է եւ որևէ ձևով չի բացատրվում նոր տարվա գիշերը գերեզմանոց գնալը։ Դա բացարձակ ինչ-որ մի թյուրիմացության արդյունք է, որ 20-30 տարի առաջ այդպիսի բան չկար։ Վերջին շրջանի, վերջին 20 տարիների սովորություն է նոր տարվա գիշեր անցկացնել գերեզմանատներում։ Բացարձակ դա անիմաստ մի սովորություն է, որ մտել է մեր ժողովրդի մեջ։ Նոր տարվա գիշերը գերեզմանատներում չեն անցկացնում, այլ անցկացնում են սեղանների շուրջ, ուրախության մեջ, ընտանեկան հարգի տակ։ Դա այն ձևը չէ, որով կարելի է հարգել ննջեցյալին։ Ննջեցյալին հարգելու ուրիշ ձևեր կան՝ աղոթել իր համար, եկեղեցի գնալ հոգեհանգիստ պատվիրել, մեռելոց օրերին գնալ խունկ ծխել, մոմ վառել, աղոթ կանել ննջեցյալի գերեզմանին։ Նոր տարվա գիշերը գերեզմանոց գնալը բացարձակապես անիմաստ է եւ որևէ կերպ չի խրախուսվում եւ չի թելադրվում եկեղեցու կողմից։ Իսկ դրանից դուրս մնացած օրերին, եթե մարդը ցանկություն ունի գնալու, որևէ արգելք չկա, ոչ 40-ից առաջ, ոչ 40-ից հետո, բայց 40-ի օրը պարտադիր է արդեն այցելությունը։ Շնորհակալություն սրբազաններ եւ անդրադառնանք հունվարի 6-ին, այսինքն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնին։ Հայ եկեղեցին ծնունդը եւ մգրդությունը տոնում է միասնաբար, սակայն մյուսները այն տոնում են առանձին։ Եվ հայ եկեղեցին այն տոնում է հունվարի 6-ին, իսկ մնացյալը մյուս ազգերը դեկտեմբեր 25-ին։ Այս տարբերությունը ինչու՞մն է կայանում։ Այդ տարբերությունը շատ հետաքրքրական է եւ շատ ավանդական է։ Այն է, որ պատմությունը վկայում է, փաստերը վկայում են, մատենագրական տվյալները վկայում են այն մասին, որ ամբողջ աշխարհը մինչև 4-րդ դար Հիսուսի ծնունդը տոնում էր հունվարի 6-ին։ Եվ տոնում էր նաև մգրդությունը նույն օրը, Հիսուսի մգրդությունը, որովհետև ըստ ավանդության Հիսուս մգրդվել է նույն օրը, ինչ որ ծնվել է, 30 տարի հետո, իր ծնունդից 30 տարի հետո։ Եվ դրա համար հունվարի 6-ը բոլոր քրիստոնյաների համար Հիսուսի ծննդյան եւ մգրդության տոններ կամ աստվածահայտնության տոններ, որ տոնում էին։ Բայց 4-րդ դարից սկսած որոշակի խնդիրներ ծագեցին։ Ինչու՞մ էին կայանում այդ խնդիրները։ Այն, որ հռոմեական կայսրության մեջ էր, որ քրիստոնեությունը մի տեսակ արդեն կամաց-կամաց հաղթանագեց եւ հաղթանագող կրոն դարձավ։ Պետք է արդեն հաղթանագեր, որպես կրոն դառնար պետական, եւ այստեղ բնականաբար հեթանոսության դեմ պայքարի խարծ կար։ Եվ դեկտեմբերի 25-ին հեթանոսական մեծ տոնակատարություն կար ամբողջ հռոմեական կայսրության մեջ, արևի ուրեմն ծնունդը խորհրդանշող, արևի ծնունդը խորհրդանշող այդ տոնակատարություններ, երբ որ ողջ հեթանոսները ուրեմն ճոխ տոնակատարություններ էին կատարում, եւ որբեսի ուրեմն այդ արևի պաշտամունքը, հեթանոսական պաշտամունքը փոխարինվեր ճշմարիտ արևի կամ արևի ստեղծիչի պաշտամունքով, եկեղեցին անհրաժեշտ տեսավ, արևմտյան եկեղեցին անհրաժեշտ տեսավ Հիսուսի ծննդյան տոնը տեղափոխել դեկտեմբերի 25, հունվարի 6-ը թողնելով որպես մգրդության կամ աստվածհայտնության տոն։ Սա այս նախաձեռնությունը Երուսաղեմի եկեղեցին շատ դրական ընդունեց Երուսաղեմը, որովհետև Երուսաղեմի համար շատ դժվար էր միևնույն օրը տոնել Հիսուսի ծնունդը Բեթլեհեմում եւ միևնույն օրը տոնել Հիսուսի մգրդությունը Հորդանան գետում, որ իրարից բավական հեռու են։ Նույն օրը երկու վայրում լինել միաժամանակ եւ տոնել Հիսուսի ծնունդը եւ մգրդությունը դժվար էր։ Դրա համար Երուսաղեմի եկեղեցին դա շատ խրախուսելի համարեց եւ ուրեմն այդ փոփոխությունը տեղի ունեցավ։ Եվ արևմտյան եկեղեցին որտեղրեց այդ սկզբունքը դեկտեմբերի 25-ը որպես Հիսուսի ծննդյան տոն, իսկ հունվարի 6-ը որպես մգրդության կամ աստվածհայտնության տոն։ Հայ եկեղեցին նման խնդիր չուներ։ Հայաստանում դեկտեմբերի 25-ը տոն չէր, հեթանոսական որևէ տոնակատարություն չկար, այնպես որ անհրաժեշտություն էլ չկար հունվարի 6-ից տեղափոխելու դեկտեմբերի 25։ Եվ մանավանդ որ հայերը կամ հայ եկեղեցին միշտ հայտնի են եղել իրենց ավանդապահությամբ եւ ավանդապահ կեցվածքով, ուրեմն հայ եկեղեցին պահպանեց այդ հնագույն ավանդությունը Հիսուսի ծնունդը տոնելու նույն օրը մգրդության հետ միասին հունվարի 6-ին, սկսելով հունվարի 5-ի երեկոյան ճրագալույցի պատարագով
երբ որ ուրեմն կանթեղներն են վառվում, մոմերն են վառվում, ժողովուրդը ուրեմն լույս է տանում եկեղեցուց վառելու համար իր օջախներից ներս Հիսուսի ծննդյան ավետիսով, եւ հունվարի 6-ին ուրեմն տոնվում է Սուրբ Ծնունդը եւ որից հետո ջրօրհնեկի արարողությունն է կատարվում որպես մգրդության Հիսուսի մգրդության ուրեմն խորհրդանիշ։ Ուրեմն հունվարի 6-ը այդ իմաստով պահեց հայ եկեղեցին եւ այսօր ամբողջ աշխարհը հարգանք է տածում հայ եկեղեցու հանդեպ, որ մենք հայ եկեղեցու սպասավորներս կամ հայ ժողովուրդը պահպանել է ամենահնագույն ավանդույթը Քրիստոսի Սուրբ Ծնունդը տոնելու։ Ինչ վերաբերում է ուղղափառ եկեղեցիներին, որոնք շատ հաճախ թյուրիմացաբար երբեմն մերոնք մտածում են, որ նրանք էլ հունվարի 7-ին են տոնում Սուրբ Ծնունդը, նրանց հունվարի 7-ին չէ, այլ դեկտեմբերի 25-ին է։ Այլ քանի որ նրանք տոնում են հին տոմարով, որը 13 օրերի տարբերություն ունի, բնականաբար դեկտեմբերի 25 դառնում է հունվարի 7։ Իսկ ռուս եկեղեցին կամ վրաց եկեղեցին այն որ տոնում են Քրիստոսի ծնունդը հունվարի 7-ին, դա հունվարի 7 չէ, այլ դեկտեմբերի 25։ Պարզապես հին տոմարով է եւ հին տոմարով դեկտեմբերի 25-ը լինում է հունվարի 7-ին։ Այնպես որ ամբողջ աշխարհը այո, տոնում է դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդը, թեև հունվարի 6-ը նույնպես մեծ տոն է, Աստված հայտնության մկրտության տոնն է, մինչ հայ եկեղեցին ուրեմն ամսի 6-ին է տոնում։ Շնորհակալություն սրբազաններ, մենք ունենք հերթական հեռախոսազանգը։ Ալո։ 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 Այո։ Բարև։ Բարի երեկո ձեզ։ Դիտամարտացնում է Արմենուին։ Այո, լսում ենք ձեզ։ Դուք մեր եկեղեցին թանգարան ունի, որտեղ կարելի է բան նվիրատը։ 7 վերքի մասին է խոսքը։ 7 վերք եկեղեցու մասին է։ Որտեղ 7 վերքը մեր սովորական եկեղեցին։ Այսինքն դուք ուզում եք ինչ-որ Այնտեղ որտեղ մենք միշտ մոմ ենք վարում, միշտ աղոթում ենք։ Այո, ուզում եք նվիրատվություն կատարել։ Այո։ Կարող եք ձեր նվիրատվությունը կատարել, բայց թանգարան կամ նման բան չունենք մենք այստեղ։ Խնդրեմ, կարող եք ձեր, եթե որևէ բան ունեք նվիրելու եկեղեցուն, կարող եք նվիրել։ Եթե թանգարան եք ուզում նվիրել, որ թանգարանում ցուցադրվի, այդ դեպքում խնդրեմ Էջմիածին նվիրեք, որ Էջմիածինը ունի թանգարան ցուցադրելու իմաստով։ Եթե թանգարանային ցուցադրության համար եք ուզում, կարող եք նվիրել Էջմիածին Մայրաթոր։ Իսկ եթե պարզապես ուզում եք նվիրել եկեղեցուն, Մեր եկեղեցուն եմ ուզում նվիրել։ Ուրեմն խնդրեմ Իմ նվիրեք։ հայրիկս Գյումրեցի է եղել, ինքը 63 թվականի շինություն է։ Նվիրեք, խնդրեմ։ Շնորհակալություն։ Սրբազաններ, Աստվածահայտնության տոնը 5 տաղավար տոներից է եւ առաջինն է։ Եվ ես կուզենայի, որպեսզի մի քիչ բացատրեիք, թե ինչպես է տոնվում այդ տաղավար տոնը հայ եկեղեցում։ Ուրեմն նախ սկսում է նախապատրաստական շրջանը, ամսի 30-ից դեկտեմբերի 30-ից պահոց շրջանն է, ինչպես ասացինք, եւ ամանորը միշտ ընկնում է Սուրբ Ծննդյան այդ պահեցողության շրջանի մեջ։ Նախ մեկ շաբաթ ուրեմն պահեցողության շրջան է, որ պատրաստվում ենք Սուրբ Ծննդյան, որից հետո 5-ի երեկոյան ճրագալույցի պատարագն է, որ ազդարարում է այդ ավետիսը Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, ճրագալույցի պատարագ, որովհետեւ ճրագները վառվում են այդ օրը, երբ ժողովուրդը առաջ ճրագներով էր եկեղեցի գալիս եւ ճրագներով էր գնում եկեղեցուց, որովհետեւ բնականաբար էլեկտրական լուսավորություն չկար։ Եվ քանի որ գիշերն էր կատարվում այդ պատարագը, այդ անվանումը այդպես ճրագալույցի պատարագ մնացել է։ Ուրեմն 5-ի երեկոյան սկսվում է ճրագալույցի պատարագով, հանդիսավոր ճրագալույցի պատարագով, եւ երբ ժողովուրդը արդեն սովորություն ունի այդ օրը ուրեմն եկեղեցուց լույս տանել դեպի իր օջախները լուսավորելու համար Քրիստոսի ծննդյան Սուրբ ավետիսով։ Այդ եկեղեցու ճրագալույցի պատարագից հետո եկեղեցուց գնալով տուն, ուրեմն սկսում է խտման ընթրիքը հայկական օջախներում, պահքից դուրս են գալիս, ուրեմն սեղանին լինում է ձուկ, սեղանին լինում է ձու, սեղանին լինում է փլավ, գինի, որով պահքը լուծում են, եւ այդ սեղանի շուրջ է որ հավաքվում է ընտանիքը։ Հիմնական ընտանեկան տոնը
ուրեմն երբ որ մեծի տանը հավաքվում են բոլորը, հին հայկական օջախներում այդպես էր, Սուրբ Ծննդյան այդ ջրագալույցի պատարագից հետո էր, երբ որ մարդիկ պատարագից հետո Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ավետիսով, հավաքվում էին իրենց օջախներում եւ խտման այդ ընթրիքն էին ճաշակում, որից հետո հունվարի 6-ին բնականաբար առավոտյան տոնական հագնված, տոնական զգեստներով, ուրախ տրամադրությամբ գնում էին եկեղեցի եւ մասնակցում էին Սուրբ Ծննդյան հանդիսավոր շքեղ պատարագին, որտեղ դարձյալ մեկ անգամ եւս հնչում է Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ավետիսը, ձեզ եւ մեզ մեծ ավետիս, եւ որից հետո տեղի ունենում ջրօրհնյաց հանդեսը։ Ջրօրհնեկի արարողության պարագային ուզում եմ փոքրիկ մի բացատրություն տալ կամ անդրադառնալ այդ իմաստով, որովհետեւ այս տարի ուզում ենք նոր ձևով ջրօրհնեք անցկացնել, այսինքն վերադառնալ կամ փորձել վերադառնալ իր նախկին վիճակին։ Մեր ժողովուրդը բացարձակ կերպով մոռացել է եւ ամենամեծերն անգամ չեն հիշում, որ եկեղեցուց դուրս է կատարվել ջրօրհնեկի հանդեսը։ Բայց իրականությունը այն է, ճշմարտությունը այն է, որ ջրօրհնյաց հանդեսը միշտ ինչպես մնացած բոլոր եկեղեցիներում, այնպես էլ հայ եկեղեցում կատարվել է եկեղեցուց դուրս։ Ուրեմն Սուրբ Պատարագից հետո, հունվարի 6-ի Սուրբ Պատարագից հետո թափորով դուրս են եկել տաճարից եւ մոտակա ջրավազանում, լինի դա գետ, լինի դա լիճ, լինի դա ջրհոր, լինի դա որևէ արհեստական ջրավազան, այդ մոտակա ջրավազանում են, որ կատարել են ջրօրհնեկի արարողությունը, որպես խորհրդանիշ Քրիստոսի հորդանան գետը մտնելու։ Եվ այնտեղ է խաչը ջուրը գցվել, այնտեղ է մերոն հեղվել, եւ ուրեմն այդ ջրի մեջ է նաև այդ ջուրը սառած, նույնիսկ սառցակալած ջրի մեջ է, որ խաչքավորը սուզվել է եւ հանել է խաչը, եւ դրանով է հայտնի եղել որպես խաչքավոր։ Ուրեմն ջրօրհնյաց այդ հանդեսը կատարվել է դրսում, կատարվել է ջրավազաններում, արհեստական կամ բնական ջրավազաններում։ Ինչու համար եկեղեցու մեջ սահմանափակվեց, որովհետեւ եթե 20-ական թվականների մեր արխիվները քրքրում ենք, ամբողջ տեսնում ենք, թե ինչ պայքար է տեղի ունեցել ժամանակին կոմերիտականների եւ բոլշևիկների կողմից չթույլատրելու համար ջրօրհնյաց հանդեսը։ Բացարձակ կերպով խանգարել են 20-ական թվականներին, խոչընդոտել են, քաշքշել են, մերոնն են շուռ տվել, չեն թողել, որովհետեւ հոգեվորականները մոտենան գետին կամ լճին կամ որևէ մի ջրավազանի, մի խոսքով շատ մեծ ընդհարումներ են տեղի ունեցել 20-ական թվականներին, խանգարելով եկեղեցական այդ արարողությունը, որը շատ մեծ հանդիսավորությամբ է տեղի ունեցել եւ ժողովրդական լայն զանգվածների մասնակցությամբ։ Եվ ուրեմն այդ 20-ական թվականների բռնություններից հետո, 30-ական թվականների հալածանքներից ու բռնություններից հետո եկեղեցին ստիպված է եղել սահմանափակվել եկեղեցու մեջ եւ ջրօրհնեկի արարողությունը կատարել եկեղեցում հատուկ պատրաստված անոթների մեջ։ Եվ որն էլ շատ անախորժությունների տեղի է տվել անցած ամբողջ տասնամյակների ընթացքում, քանի որ եկեղեցին շատ փոքր լինելով չի բավականացնում ժողովրդի այդքան խառնումին, այդքան կուտակմանը եւ բավական աղմուկ եւ իրարանցում է տեղի ունենում եկեղեցում, որն էլ անախորժություն է, անախորժ մի մթնոլորտ է ստեղծում։ Բայց ուրեմն մենք այս տարի որոշել ենք եւ մտածումը ունենք եւ ցանկությունը ունենք, գուցե այս տարի մի փոքրիկ որոշակի թերություններ արձանագրվեն այդ իմաստով, որի համար նախապես էլ ներողություն կխնդրեինք, բայց այս տարի արդեն վճռական կերպով որոշել ենք վերադառնալ մեր նախնյաց ավանդույթին եւ ջրօրհնյաց հանդեսը կատարել դրսում։ Մենք ցանկություն ունեինք անշուշտ կատարել ջրավազանի մեջ, որ մեր հրաբարակում կա ջրավազան շադրվանների հնարավորությամբ, անշուշտ շադրվանները պետք չէ որ այդ օր աշխատեին, բայց ջուր կարելի է լցնել, բայց մեզ բացատրեցին, որ դա վտանգավոր է, այսինքն սառելու, խողովակները պայթելու իմաստով, որը մեզ բնականաբար որոշ իմաստով համոզիչ թվաց, բայց եւ այնպես մեր վճռականությունը մնում է դրսում կատարել ջրօրհնեկի հանդեսը, այնպես որ մենք այս տարի հունվարի 6-ին Սուրբ Պատարագից հետո ջրօրհնեկի հանդեսը կատարելու ենք հրաբարակում, կենտրոնական հրաբարակում, երևի տոնածառի, ուրեմն բեմի վրա ամենայն հավանականությամբ, որտեղ էլ հնարավորություն կլինի ավելի մեծ ժողովուրդ կուտակել,
չունենալ այն անախորժությունը սովորական, որ ունենում ենք եկեղեցում, եկեղեցին թողնել հանդարտության մեջ, որովհետեւ մարդիկ իրենց աղոթական վիճակի մեջ լինեն, իսկ ջրօրհնյաց հանդես ուրեմն կատարել դրսում այնպես, ինչպես որ հնում էր կատարվում։ Պետք չէ ուրեմն կարծել, որ այստեղ խախտվում է մի ավանդույթ, այլ պետք է միշտ մտածում ունենալ, որ վերականգնվում է մի ավանդույթ, այսինքն ջրօրհնեկի հանդեսը կատարվում է այնտեղ, որտեղ կատարվել է 1000 տարուց ավել, այսինքն դրսում, ոչ թե եկեղեցու մեջ, բայց եւ այնպես վճռականությունը կա, որ պետք է ջրօրհնյաց հանդեսը այլևս դուրս հանել եկեղեցուց եւ կատարել լայն շրջանակների մեջ, տոնական հրապարակներում, հանդեսներում, որովհետեւ իրապես ջրօրհնյաց հանդեսը լինի ջրօրհնյաց հանդես։ Շնորհակալություն Սրբազան հայր եւ մեր վերջի հեռախոսազանգը եւ հավանաբար մեզ մնացել է 3-4 րոպե եւ պատասխանելուց հետո նաեւ ձեր ամանորյա բարեմաղթանքը մեր սիրելի հեռուստադիտողներին։ Ալո։ Այո, ուրեմն ես ուզում եմ ներկայանալ Հովհաննիսյանների ընտանիքի անունից եւ օգտվելով առիթից շնորհավորել մեր շատ սիրելի Սրբազանի ծննդյան տոնը, ցանկանալ նրան բեղմնավոր կյանք եւ կրկնակի իմաստություն կառավարելու համար իր հոտը։ Այսքանը։ Շնորհակալություն, շնորհակալություն եւ Սրբազան հայր ձեր ամանորյա բարեմաղթանքը։ Շնորհակալություն շնորհավորանքի համար, անշուշտ եւ տա Աստված, որ անշուշտ ապագային նույնպես կարողանանք ծառայել մեր ժողովրդին։ Այո, մոտենում է ամանորը, մոտենում է Սուրբ Ծնունդը, նոր տարի է գալիս, նոր հեռանկարներ, նոր հորիզոններ, նոր հույսեր, այնպես որ մենք մեր սիրելի ժողովրդին հայրական սիրով ողջունում ենք, մաղթում ենք, որ 2003 թվականը լինի աստվածային օրհնությամբ լի առատ տարի, որի նախադրյալները իրոք կան, որովհետև իրոք մենք կարծես թե դեմքով շրջվում ենք դեպի Աստված, փորձում ենք հայցել Աստուծո օրհնությունը, իսկ երբ հայցում ենք Աստուծո օրհնությունը, ապա այդ Աստուծո օրհնությունը մեզ վրա իջնում է։ Եվ բնականաբար ես կմաղթեի, որ գալիք տարին իրապես լիներ իրագործումների տարի, կառուցողական տարի, ոչ միայն շինարարության իմաստով, այլ հոգևոր շինարարության իմաստով, բարոյական շինարարության իմաստով, վերագտնեինք մեր աղարտված հոգևոր կերպարը, այն կերպարը, ինչը որ ունեին մեր նախնիները, մեր հայրերը, մեր պապերը, այն իրապես բարոյական կերպարը վերագտնելու ճանապարհին մի քայլ եւս առաջ գնայինք եւ Աստուծո օրհնությունը մեր վրայից անպակաս լիներ 2003 թվականի ընթացքում, բերքի եւ բարիքի տարի լինի, մեր ժողովրդի համար շենության եւ լիության տարի լինի, հույսի տարի լինի, լույսի տարի լինի, որովհետեւ իրապես 2003 թվականը դառնա վերջակետ այս բոլոր վատ հիշողությունների, ինչը մենք որ ունեցանք այս 14 եւ 15 տարիների ընթացքում։ Վերջակետը լինի 2003 թվականը, դրանից հետո արդեն նոր կյանք սկսվի, նոր լիցքով, նոր իրագործումներով, նոր հավատքով, նոր հույսով, նոր սիրով։ Շնորհակալություն Սրբազան հայր։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, ավարտվեց եւս մեկ թողարկում։ Շնորհավորել ձեր ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ հունվարի 6-ին հրավիրել ձեզ եկեղեցի ներկա գտնվելու Սուրբ Պատարագի արարողությանը եւ կենտրոնական հրապարակում ջրօրհնեկի արարողությանը։ Ամենայն բարիք ձեզ եւ ցտեսություն։